ԱՄՆ-ն պատրաստվում է վերջին տասնամյակների ամենացուրտ օրերին, քանի որ բևեռային հորձանուտը սլանում է դեպի հարավ։ Մասնագետների կանխատեսմամբ առաջիկա օրերին ջերմաստիճանը կարող է նվազել մինչև ռեկորդային ցածր նիշերի։ Այս բնական երևույթը սպառնում է միլիոնավոր ամերիկացիների առօրյային, ստիպելով փոխել բոլոր նախապես պլանավորված ուղևորությունները։ Փենսիլվանիա և Քոլորադո նահանգներում արդեն սկսվել են տեղումները, իսկ Թեքսասում բնակիչները մտահոգված են էներգահամակարգի խնդիրներով։ Կալիֆոռնիա նահանգում սառնամանիքը անսպասելի է, ինչը ստիպել է տեղի բնակիչներին զինվել լրացուցիչ վառելիքով։ Մասնագետները նախազգուշացնում են, որ սառնամանիքը կարող է լինել կյանքի համար վտանգավոր։ Սա սովորական ձմեռային ցուրտ չէ, սա մթնոլորտային հզոր տեղաշարժ է, նշում են օդերևութաբանները։ Ակնկալվում է, որ արկտիկական օդը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ, զգալիորեն ազդելով տնտեսական ակտիվության վրա։ Տրանսպորտային հաղորդակցությունները խաթարվել է շատ նահանգներում, իսկ դպրոցները հայտարարել են հեռավար ուսուցման մասին։ Մասնագետները զգուշացնում են, որ ամենավատը դեռ առջևում է, բնակիչներին խորհուրդ է տրվում խնայել էներգիան և պատրաստ լինել հնարավոր հոսանքազրկումներին։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Գրենլանդիան կամ տուրքերը, Թրամփը վերջնագիր է ներկայացրել։ Ինչ կպատասխանի Եվրոպան, արտակարգ դրություն, հանուն խաղաղության, թե դոնկիխոտություն։ Արդյոք ամերիկացիները պաշտպանում են Թրամփին Գրենլանդիայի հարցում։ Մինեապոլիսը պատրաստվում է արտակարգ դիմադրության, FBI-ը գործակալներ է ուղարկում, ովքեր են լինելու թիրախում։ Վիրջինիայի առաջին կին նահանգապետի հեղափոխական քայլը երդման արարողության ժամանակ։ Իրանում հեղափոխական ակտիվությունը նվազում է, արդյոք Թրամփն է մեղավոր, ինչ են պահանջում հազարավոր ցուցարարները Լոս Անջելեսում։ Թրամփը բնակարաններ է գովազդում։ Ինչու է Նյու Հեմփշիրի եպիսկոպոսը հոգևոր դասին կոչ անում կտակներ գրել։ Մոտոցիկլետը մոխիր, ամուսինները ողջ, անհավանական փրկություն Լոս Անջելեսի հրե վթարից։ 70-ամյա կինը դարձել է մումիայի անեծքի զոհը, դեպի լուսին հակառակ բոլոր անեծքների ու նախապաշարմունքների, հետհաշվարկը տրված է։ Իսկ հետաքրքիր թեմայի համար այսօր ընտրել ենք Ամերիկայի արտասահմանյան ռազմաբազաները։ Արդյոք Վաշինգտոնի ձեռքերն այնքան երկար են, որ հասնեն Գրենլանդիային ու Իրանից մինչև Կորեա և Ռուսաստան։ Ուսումնասիրել ենք, առանձնացրել ամենահետաքրքիրն ու պատմելու ենք մեր հաղորդման երկրորդ մասում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք լայքել և մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես շարունակեմ հաղորդումը։ Սկսենք եղանակից, որն այս օրերին առանձնապես սիրալիր չէ։ ԱՄՆ-ում ձմեռային փոթորիկների պատճառով շուրջ 55 միլիոն մարդ հայտնվել է տեղումների ու սառնամանիքի գոտում։ Հանգստյան օրերին ավելի քան 4100 չվերթ հետաձգվել է, իսկ ճանապարհների սառցակալման պատճառով գրանցվել են բազմաթիվ վթարներ ու շղթայական բախումներ, հատկապես Փենսիլվանիա նահանգում։ Արկտիկական օդային զանգվածները ջերմաստիճանը նվազեցրել են նորմայից 10-ից 25 աստիճանով։ Մինեապոլիսում և Չիկագոյում քամու պատճառով զգացվող ցուրտը կարող է հասնել մինչև 35 աստիճանի։ Ձյուն է տեղացել նաև հյուսիսային ու հարավային Քարոլինա նահանգներում, որտեղ բնակիչները ընդհանրապես սովոր չեն նման խիստ ձմեռային եղանակին։ Օդային տրանսպորտը տուժել է հատկապես Նյու Յորքի օդանավակայաններում, որտեղ թռիչքուղիները ծածկվել են ձյան հաստ շերտով։ Մինչև երեքշաբթի տեղումները կսաստկանան Նյու Յորքի և Նյու Էնգլենդի տարբեր շրջաններում։ Որոշ տեղերում ձյունը կհասնի 3 ֆուտի, բարդացնելով մաքրման աշխատանքները։ ԱՄՆ-ում սառն է միայն եղանակը, իսկ զարգացումները թե ներքին և թե արտաքին մնում է շատ թեժ, երբեմն նույնիսկ պայթյունավտանգ։ Եվրոպան հայտնվել է աննախադեպ բարդ կացության մեջ։ Թրամփը 10%-անոց նոր մաքսատուրքեր է սահմանել 8 առանցքային դաշնակիցների նկատմամբ, որպես վերջնագիր ներկայացնելու Գրենլանդիայի վաճառքը։ Եթե մինչև հունիսի 1-ը Դանիան չհամաձայնվի զիջել տարածքը, տուրքերը կբարձրանան մինչև 25%։
Եվրոպական առաջնորդները կիրակի օրը շտապ հանդիպում են գումարել, դատապարտելով Վաշինգտոնի տնտեսական շանտաժը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը շեշտել է, որ դաշնակիցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը լիովին սխալ է, իսկ Շվեդիայի վարչապետը հայտարարել է, որ Եվրամիությունը թույլ չի տա իրեն շանտաժի ենթարկել եւ պատրաստ է պաշտպանել Դանիայի տարածքային ամբողջականությունը։ Թրամփը պնդում է, որ Գրենլանդիան կենսական է ԱՄՆ անվտանգության համար Ռուսաստանի եւ Չինաստանի հավակնությունները զսպելու նպատակով։ Նա հեգնանքով նշել է, թե Դանիան չի կարող պաշտպանվել, քանի որ ունի ընդամենը 2 շնասահնակ։ Վերլուծաբանների կարծիքով Թրամփին սիրաշահելու եվրոպական մարտավարությունը վերջնականապես ձախողվել է։ Նախագահի թիմակիցները շտապել են պաշտպանել նրա քաղաքական գիծը։ ԱՄՆ ֆինանսների նախարարը պաշտպանել է Թրամփի նոր մաքսատուրքերը, թիրախավորելով եվրոպական դաշնակիցներին։ Ըստ նախարարի, սա ռազմավարական որոշում է։ Նա պնդում է, որ Վաշինգտոնը օգտագործում է տնտեսական հզորությունը հնարավոր թեժ պատերազմը կանխելու եւ Գրենլանդիայի հարցը վերջնականապես լուծելու համար։ Նախարարը չի հայտնել, արդյոք ռազմական գործողությունները մնում են օրակարգում, սակայն նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է հասնել իր նպատակին։ Պաշտոնյան հավելել է, որ ազգային անվտանգությանն ուղղված քայլերը կարող են չեղարկել նախկինում ձեռք բերված բոլոր առևտրային պայմանավորվածությունները։ Թրամփի մոտեցումը քննադատել են Սենատում։ Հանրապետական Ռենդ Փոլը ծիծաղելի է անվանել արտակարգ դրություն հայտարարելու գաղափարը։ Մի քանի սենատորներ հորդորել են վարչակազմին անջատել սպառնալիքները եւ միացնել դիվանագիտությունը, իսկ դեմոկրատ սենատորներից մեկն էլ խոստացել է արգելափակել այս տուրքերը։ Նրա խոսքով Գրենլանդիան գրավելու Դոն Կիխոտյան փորձերը միայն կթանկացնեն ամերիկյան ընտանիքների կյանքը։ Ներամերիկյան ամենաթեժ զարգացումները ընթանում են Մինեապոլիսում։ Քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը ցնցող քայլ է անվանել նախագահ Թրամփի հնարավոր որոշումը ապստամբության մասին օրենքի միջոցով զորք տեղակայել Մինեսոտայում։ Պենտագոնն արդեն 1500 զինվորի բերել է պատրաստ վիճակի։ Սպիտակ տան ներկայացուցիչը մեղադրել է քաղաքապետին հանցագործ անօրինական ներգաղթյալներին օրինապաշտ ամերիկացիներից գերադասելու մեջ։ Քաղաքապետը բացահայտ պահանջել է, որ դաշնային ուժերը հեռանան Մինեապոլիսից։ Ըստ նրա, եթե նպատակը խաղաղությունն է, ապա լավագույն հակաթույնը հենց դաշնայինների հեռանալն է։ Նահանգապետն իր հերթին քննադատել է վարչակազմին արդարադատության համակարգը քաղաքական մրցակիցների դեմ որպես զենք կիրառելու համար։ Մինչդեռ զինված ուժերը սպասում են նախագահի վերջնական հրամանին, պատրաստ լինելով ցանկացած պահի սկսել տեղակայումը Մինեսոտայի տարածքում իրավիճակը վերահսկողության տակ առնելու նպատակով։ Կարող ենք կանխատեսել, որ առաջիկայում իրավիճակը ավելի կթեժանա։ Մինեապոլիսը պատրաստվում են գրոհել ոչ միայն զինվորականները, այլև հատուկ ծառայությունները։ FBI-ը դիմել է ԱՄՆ ողջ տարածքին իր բոլոր գործակալներին կամավոր սկզբունքով Մինեապոլիս մեկնելու խնդրանքով։ Քաղաքում իրավիճակը կտրուկսրվել է հունվարի 7-ին ISIS սպայի կողմից Ռենե Գուդի սպանությունից հետո։ Այժմ դաշնային մարմինները փորձում են լրացուցիչ ուժերով վերահսկողության տակ կառնել իմիգրացիոն բողոքի զանգվածային ալիքը, որը պահանջում է ուժայինների անհապաղ հեռացումը քաղաքից։ Թեև կամավորների հստակ առաջադրանքը դեռ պարզ չէ, հաղորդվում է, որ նրանք քննելու են դաշնային սպաների նկատմամբ հարձակումների դեպքերը։ Այս պահին քաղաքում արդեն կենտրոնացած է շուրջ 3000 դաշնային սպա։ Դա ավելի մեծ թիվ է, քան նախկինում Չիկագոյում կամ Լոս Անջելեսի շրջաններում իրականացված գործողությունների ժամանակ։ Տեղի բնակիչները իրավապահների նման ներկայությունը որակել են որպես ներխուժում։ Գործակալները շրջում են առանց տարբերանշանների մեքենաներով ու թրաքներով եւ դռնեդուռ ընկած ստուգումներ են անցկացնում թաղամասերում։ FBI-ը հրաժարվել է պաշտոնական մեկնաբանությունից։ Բնակիչները պատրաստվում են ինքնապաշտպանության։ Մինեապոլիսի դպրոցների մոտ ծնողները զինվել են ռացիաներով ու սուլիչներով, սեփական ուժերով ապահովելով երեխաների անվտանգությունը։ Նրանք փողոցային պարեկություն են անում, զգուշանալով այսի գործակալների անսպասելի հայտնվելուց։
Operation Metro Surge գործողության շրջանակում քաղաք են ժամանել հազարավոր դաշնային սպաներ, ինչը մեծ տագնապ է առաջացրել հատկապես ներգաղթյալ ընտանիքների շրջանում։ Լարվածությունն այնքան մեծ է, որ Մինեապոլիսի եւ Սենթ Փոլի շուրջ 60,000 աշակերտ այսուհետ պետք է սովորի բացառապես հեռավար տարբերակով։ Դաշնային մարմինները պնդում են, թե երեխաներին չեն ձերբակալում, սակայն բնակիչները մշտապես տեսնում են անհայտ թրակներ, որոնք հսկում են թաղամասերը։ Լիա Հուդն ասում է, որ մարդուն կարող են առևանգել հենց փողոցից առանց որևէ վկայի։ Նմանատիպ բարեկային խմբեր են ձևավորվել նաև Չիկագոյում եւ Լոս Անջելեսի տարբեր շրջաններում ու թաղամասերում։ Հեղափոխություն առանց բախումների։ Վիրջինիան կտրուկ փոփոխությունների շեմին է հայտնվել։ Դեմոկրատ Էբիգեյլ Սպանբերգերը պաշտոնապես ստանձնել է Վիրջինիայի նահանգապետի պաշտոնը, դառնալով նահանգի պատմության մեջ առաջին կին ղեկավարը։ Ռիչմոնդի կապիտոլիումի մոտ տեղի ունեցած արարողության ժամանակ հակառակ ցուրտ անձրևին նա ոչ միայն փոխեց նահանգի քաղաքական դեմքը, այլև համբարձակորեն խախտեց դարավոր ավանդույթ դարձած պաշտոնական դրեսկոդի կանոնները։ Վիրջինիայի նահանգապետերը ավանդաբար երթմնակալությանը կրում են ֆրակներ, երկարափեշ տոնական կոստյումներ, իսկ պաշտոնական պատվիրակության կանայք մուգ զգեստներ։ Սակայն Սպանբերգերը նախընտրեց սպիտակը, կանանց ընտրական իրավունքի պայքարի խորհրդանշական գույնը։ Նախքան միջոցառումը նա անկեղծացել էր. «Ես չեմ կրելու ֆրակ, բայց հուսով եմ ոչ ոքի չեմ հուսահատեցնի»։ Նրա ամուսինը այնուամենայնիվ հետևել էր ավանդույթին եւ կրում էր դասական ֆրակ։ Նորանշանակ նահանգապետը հանրությանը ներկայացավ երկար սպիտակ վերարկուով եւ ձեռնոցներով։ Սա հարգանքի տուրք էր նրանց, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարել են կանանց ընտրական իրավունքի համար։ Այս սպիտակ զգեստը դարձավ ոչ միայն նորաձևության տարր, այլև քաղաքական ուղերձ։ Տեղափոխվենք Իրան, որտեղ իրավիճակը հանդարտվում է։ Երկու շաբաթ տևած զանգվածային բողոքի ցույցերը սկսել են մարել, քանի որ նախագահ Թրամփը մասնակիորեն հրաժարվել է միջամտելու իր սպառնալիքներից։ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ իրանական ազգը հաղթել է Ամերիկային։ Նա առաջին անգամ խոստովանել է, որ բախումների հետևանքով հազարավոր զոհեր կան, մեղադրելով Վաշինգտոնին անկարգություններ հրահրելու մեջ։ Նախագահ Թրամփը սկզբում կոչ էր անում ցուցարարներին գրավել պետական հաստատությունները, սակայն հետո շնորհակալություն հայտնեց Թեհրանին մահապատիժները չեղարկելու համար։ Խամենեիի մեղադրանքներից հետո նախագահը Իրանի առաջնորդին անվանեց հիվանդ մարդ։ Թրամփի պնդմամբ վատ կառավարման պատճառով Իրանն այսօր դարձել է աշխարհի ամենավատ վայրը ապրելու համար եւ ժամանակն է նոր առաջնորդության։ Իրավապաշտպանների տվյալներով սպանվել է ավելի քան 3000 մարդ, իսկ ձերբակալվածների թիվը հասել է 22000-ի։ Միջազգային հանրությունը կոչ է անում ՄԱԿ-ին կանխել հետագա սպանդը, իսկ Վաշինգտոնը նոր ուժեր է տեղակայում Մերձավոր Արևելքում։ Իրանի թեման դեռ մնում է ամերիկյան օրակարգում։ Լոս Անջելեսում կիրակի օրը հազարավոր մարդիկ են հավաքվել իրենց անվերապահ համերաշխությունը հայտնելու Իրանում ընթացող բողոքի ցույցերի մասնակիցներին։ Լոս Անջելեսի քաղաքապետարանի հարակից տարածքում ցուցարարները պարզել են Իրանի հսկայական դրոշը, որն օգտագործվում էր նախքան իսլամական հեղափոխությունը։ Հատկանշական է, որ հենց այս քաղաքում է բնակվում Իրանից դուրս գտնվող ամենամեծ իրանական համայնքն աշխարհում։ Տեղի ոստիկանության հաղորդմամբ համերաշխություն Իրանի ժողովրդի հետ խորագրով միջոցառմանը մասնակցել է շուրջ 4000 ցուցարար։ Հավաքն անցել է խաղաղ մթնոլորտում։ Իրավապահները հայտնել են, որ որևէ միջադեպ կամ ձերբակալություն չի գրանցվել։ Մարդիկ քայլերթով անցել են քաղաքի կենտրոնական հատվածներով, բարձրացնելով Թեհրանում եւ այլ մեծ քաղաքներում տեղի ունեցող արյունալի իրադարձությունների եւ մարդու իրավունքների հարցը։ Լոս Անջելեսում կայացած այս բազմամարդ հավաքի կազմակերպիչները նպատակ ունեին ցույց տալ, որ իրանական սփյուռքը միասնական է ցուցարարների հետ։ Ինչպես նշված էր հանրահավաքի պաշտոնական անվանման մեջ, սա համերաշխություն էր Իրանի ժողովրդի հետ։ Թրամփը հերթական անգամ զարմացնում է։ Ֆենի Մեյի հիփոթեքային հսկայի նոր գովազդում հնչում է Դոնալդ Թրամփի ձայնը։ Պարզվում է, այն իրականում ստեղծվել է արհեստական բանականության կողմից, բայց հետաքրքիրն այն է, որ դա արվել է վարչակազմի թույլտվությամբ։ Արհեստական Թրամփը հիփոթեքային այդ ընկերությունը անվանել է ամերիկյան երազանքի պաշտպան։
Ըստ վերլուծաբանների այս քայլի նպատակն է ընտրողներին ցույց տալ, որ Սպիտակ տունը արձագանքում է բնակարանների մատչելիության խնդրին։ Թրամփը մտադիր է անշարժ գույքի շուկայի հարցերը քննարկել Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկող համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։ Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփների ընտանիքը օգտվում են նման տեխնոլոգիաներից։ Մելանիա Թրամփը վերջերս օգտագործել էր 11 Labs ընկերության ծառայություններն իր հուշագրի աուդիո տարբերակը ստեղծելու համար։ Սակայն հայտնի չէ, թե ով է կլոնավորել նախագահի ձայնը հենց այս գովազդի համար։ 11 Labs-ը կիրակի օրը հայտարարել է, որ իրենք չեն ստեղծել այդ ձայնը։ ԱՄՆ բարձրաստիճան հոգևորականներից մեկը անսպասելի կոչ է արել։ Նյու Հեմփշիրի եպիսկոպոսը համազգային ուշադրություն է գրավել հոգևորականներին կոչ անելով պատրաստվել նահատակության նոր դարաշրջանի։ Նա հորդորել է իր թեմի ներկայացուցիչներին շտապ կարգավորել իրենց գործերը եւ վերջնական տեսքի բերել կտակները։ Այս նախազգուշացումը հնչել է Ռենե Գուդի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Եպիսկոպոսն իր ելույթում հիշեցրել է պատմական հոգևորականների օրինակները, ովքեր զոհվել են ուրիշներին պաշտպանելիս։ Ես Նյու Հեմփշիրի թեմի հոգևորականներին ասել եմ, որ մենք կարող ենք թևակողել նույն վկայության դաշտը, հայտարարել է Ռոբ Հիրշֆելդը, շեշտելով եկեղեցականների պատրաստակամությունը դիմակայելու ցանկացած տեսակի ճնշման։ Հոգևոր առաջնորդի համոզմամբ այլևս միայն հայտարարությունների ժամանակը չէ եւ անհրաժեշտ է գործել։ Նա խնդրել է հոգևորականներին գրել կտակները եւ պատրաստվել պայքարի։ Ամերիկյան մի զույգ հրաշքով է փրկվել կտակի կարիք ունենալուց։ Լոս Անջելեսում գտնվող Լոնգ Բիչում մի ամուսնական զույգ հրաշքով փրկվել է մահից։ Ամուսինները մոտոցիկլետով նախաճաշի էին մեկնում Օուշեն բուլվարով, երբ ապօրինի շրջադարձ կատարող մեքենան փակել է նրանց ճանապարհը։ Բախումն այնքան ուժգին էր, որ նրանց փոխադրամիջոցը ակնթարթորեն վերածվել է հրեգնդի։ Հարվածի ուժից Ռամոնը հայտնվել է մեքենայի թափքին, իսկ կինը գետնին հազիվ խուսափելով կրակից։ Այս ողբերգությունը ծանր հարված էր ընտանիքի համար, քանի որ զույգը ունի 9 երեխա։ Կինը Միքայելան առողջապահական ապահովագրություն չունի, իսկ բժշկական ծախսերն արդեն անցել են $200,000 շեմը։ Իսկ 70-ամյա կնոջը հրաշքը չի փրկել։ Ֆլորիդայի Օրլանդո քաղաքի Universal Studios թեմատիկ այգում տարեցկին է մահացել Revenge of the Mummy հանրահայտ ատրակցիոնից օգտվելուց հետո։ Նա անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը հենց ռելսերի վրա եւ ավելի ուշ մահացել մոտակա հիվանդանոցում։ Universal-ի ներկայացուցիչները դեռևս չեն արձագանքել այս ողբերգության վերաբերյալ լրագրողների հարցերին, ինչն էլ ավելի է մեծացնում հանրության մտահոգությունը տեղի ունեցած պատահարի նկատմամբ։ Այս ատրակցիոնը բացվել է դեռևս 2004 թվականին եւ այդ ժամանակից ի վեր գրանցվել են 21 տարբեր միջադեպեր։ Այցելուները նախկինում եւս բողոքել են սրտխառնոցից, գլխապտույտից, իսկ մեկ դեպքում նույնիսկ արձանագրվել է ողնաշարի լուրջ կոտրվածք։ Նմանատիպ այգիները Թեքսասում կամ Կալիֆոռնիայում մշտապես գտնվում են տեսուչների ուշադրության կենտրոնում։ Այս դեպքը, որը տեղի է ունեցել այգու Նյու Յորք թաղամասում, հիշեցնում է, որ կտրուկ անկումները կարող են ճակատագրական լինել։ Նույնիսկ սպասարկման թրաքները հաճախ բավարար չեն լինում նման պատահարները բացառելու համար։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ, որ կհետաքրքրեն ձեզ։ NASA-ի 98 մետր բարձրությամբ նոր հսկա հրթիռը վերջապես տեղափոխվել է մեկնարկային հարթակ, պատրաստվելով վերջին կես դարում մարդկանց առաջին լուսնային թռիչքին։ 5 միլիոն կիլոգրամանոց հրթիռը դուրս բերվեց հենց այն շենքից, որտեղ ժամանակին հավաքվում էին լեգենդար Սատուրն 5 հրթիռները։ Թռիչքը նախատեսված է փետրվարին, եթե վառելիքի փորձարկումները հաջող անցնեն։ Առաքելությունը 10 օր կտևի։ Սա կլինի մարդկության առաջին վերադարձը դեպի լուսին 1972 թվականի պատմական Ապոլոն 17-ից հետո, երբ մարդը վերջին անգամ իր ոտնահետքը թողեց լուսնի վրա։
Կալիֆորնիայի Սան Բերնարդինո շրջանում 14-ամյա Ջերեմի Ռոզալեսը տեղի ֆուտբոլային թիմի սիրված անդամը հրազենային մահացու վիրավորում է ստացել։ Դեպքի վայր ժամանած շերիֆի դեպարտամենտի տեղակալները պատանուն գտել են ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկներին այդպես էլ չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Առայժմ որևէ կասկածյալի տվյալներ կամ նկարագրություն չի հրապարակվել։ Թիմակիցներն ու մարզիչները Ջերեմիին ջերմորեն անվանում էին տանկ։ Մինչև իրավապահները փնտրում են հանցագործին, թիմակիցները երդվել են ամեն կերպ հոգ տանել նրա մոր մասին։ Լոնդոնի O2 Arena մարզապալատում կայացած NBA-ի կանոնավոր առաջնության խաղը սկսվել է քաղաքական սկանդալով։ ԱՄՆ օրհներգի կատարման հանդիսավոր պահին հանդիսատեսներից մեկը բարձրած ձայն բացականչել է «Հանգիստ թողեք Գրենլանդիան»։ Այս կոչը արժանացել է մարզադաշտում ներկա մարզասերների ոչ ակտիվ արձագանքին, իսկ երգչուհի Վանեսսա Ուիլյամսը շարունակել եւ ավարտել է իր կատարումը։ Բուն խաղահրապարակում Memphis Grizzlies-ը 126-109 հաշվով համոզիչ հաղթանակ է տարել Օրլանդո Մեջիքի նկատմամբ։ Բարև ձեզ, ես Մանու Հարությունյանն եմ, ինչպես և խոստացել էինք հանդիպման սկզբում Glendale News-ի այս հատվածում այսօր խոսելու ենք ԱՄՆ-ի այսպես ասած երկար ձեռքերի մասին։ Խոսքը արտասահմանյան ռազմաբազաների մասին է։ Դրանցից առաջինները ԱՄՆ-ն հիմնադրել է ավելի քան 125 տարի առաջ։ Առաջինների թվում է նաև Գուանտանամոյի հանրահայտ բազան։ Դրանք առաջին ծիծեռնակներն էին, չնայած այս դեպքում ավելի ճիշտ է ասել բազեները։ Ներկայումս ԱՄՆ-ին է պատկանում ռազմաբազաների ամենամեծ ցանցը, այն ներառում է շուրջ 750 բազա, ավելի քան 80 երկրում։ Թիվն ամենաակտիվն աճել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Սառը պատերազմի տարիներին և 1990-ականներին։ Արդյունքում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքները ծածկեցին գրեթե ողջ երկրագունդը, ապահովելով Վաշինգտոնի մշտական և անխափան ռազմական ներկայությունը բոլոր մայրցամաքներում։ Այդ բազաներում կենտրոնացված ռազմական պոտենցիալն ուղղակի ապշեցուցիչ է իր մասշտաբներով և հնարավորություններով։ Անգամ զգալի կրճատումներից հետո այսօր արտերկրում ծառայում է ավելի քան 170,000 ամերիկացի զինծառայող։ Դա ապահովում է ակնթարթային արձագանքման հնարավորություն։ Ցամաքային ուժերը համալրված են հազարավոր միավոր նորագույն զրահատեխնիկայով, հրետանային և հակաօդային պաշտպանության միջոցներով, պատրաստ ցանկացած մարտական առաջադրանքի։ Բացի ցամաքային ուժերից, ռազմաբազաներում տեղակայված են հարյուրավոր գերժամանակակից կործանիչներ և հեռահար ռազմավարական ռմբակոծիչներ։ Հզոր ավիակիր խմբերը և սուզանավերը մշտապես հերթապահում են կարևորագույն ջրային ուղիներում։ Այս սպառազինությունը երաշխավորում է Վաշինգտոնի տեխնոլոգիական և օպերատիվ առավելությունը օդում, ջրում և ցամաքում։ Ռազմաբազաների թվով ԱՄՆ-ն աշխարհում զբաղեցնում է անվիճելի առաջին հորիզոնականը։ Հաջորդ հորիզոնականները զբաղեցնող Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան միասին ունեն ավելի քան 10 անգամ ավելի քիչ արտասահմանյան ռազմակայաններ, քան ԱՄՆ-ն։ Ամերիկյան 750-ի դիմաց Ռուսաստանն ունի մոտ 30 ռազմաբազա, Չինաստանը 5-ից 6, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մոտ 15-ական բազա։ Աշխարհագրական տեսանկյունից ամերիկյան բազաները ստեղծում են ռազմավարական օղակ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի շուրջ։ Ամենամեծ կուտակումները նկատվում են Գերմանիայում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում, ինչն ապահովում է տարածաշրջանային վերահսկողություն։ Դրա շնորհիվ Միացյալ Նահանգները կարողանում է ազդել աշխարհաքաղաքական զարգացումների վրա հենց իր հիմնական մրցակիցների սահմանների հարևանությամբ։ Վերջում հավելեմ, որ ներկա զարգացումները ստիպում են Վաշինգտոնին վերանայել իր ռազմավարությունը։ Չինաստանի աճող հավակնությունները և Ռուսաստանի գործողություններն այսօր դիտարկվում են որպես գլխավոր մարտահրավերներ և ուղղակի սպառնալիքներ։ Ռազմաբազաների այս հսկայական համակարգը շարունակում է մնալ ամերիկյան գերիշխանության և համաշխարհային անվտանգության ճարտարապետության հիմնական երաշխավորն ու առանցքը։ Շարունակեք մնալ մեզ հետ, առջևում դեռ հետաքրքիր նորություններ ունենք։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը։ Կարդում եք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին, հաջողություն։